Կարծում եմ անգամ, որ կաթողիկոսի հեռանալու հետ հաշվարկը արդեն տրված է։ Ինչու, որովհետև եթե մինչև անցած շաբաթ օրինակ կաթողիկոսի, այսպես ասած, համայնքի ներկայացուցիչները, հոգևոր ծառայություն մատուցող մեր հոգևորականները անկախ իրենց աստիճանակարգից, իրենց ստատուսից, կարծես թե այդքան էլ ներգրաված չէին process-ների մեջ եւ իրենք էլ ցանկանում էին չեզոքություն պահպանել, ապա անցած շաբաթվա վերջին մենք տեսանք կոնկրետ տեղաշարժեր եւ տեսանք ոչ միայն դրանք քայլերի տեսքով, այլ նաեւ պաշտոնական հայտարարության տեսքով, որին միացել էին ավելի քան 10-12 հոգևորականներ։ Սա արդեն նշանակում է, որ process-ներ կան եւ գուցե գիտեք, լինելով այդ համայնքի մաս տարբեր հոգևորականներ, թե Կտրիչ Ներսիսյանի, թե Արշակ Խաչատրյանի եւ թե այլ այդ խմբին մոտ մարդկանց մասին ունեցել են ինչ-որ տեղեկություններ, որոնք այնքան էլ ընդունելի չպիտի որ լինեին այդ համայնքի կողմից, բայց գուցե չեն եղել փաստեր, գուցե չեն եղել բառ ապացույցներ առարկայական եւ նրանք խուսափել են ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկելուց, բայց հիմա քանի գնում այնքան շատ բաներ են ջրի երես դուրս գալի, մասնավորապես դրանց շարքում կարող եմ նշել նախորդ շաբաթ քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը առ այն, որ համացանցում տարածվող Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ այն ոչ հաճելի տեսանյութերում իսկապես Արշակ Խաչատրյանն է